Հետևորդների խնդրանքով պատրաստելու ենք աղացած բաստուրմա, անընդհատ ինձ գրում էին հետևորդները, երբ ենք պատրաստելու աղացած բաստուրման, եկել է այդ սպասված օրը։ Ունենք այստեղ լավ կտոր, տավարի միս ունենք, ամբողջական մենք պետքա մաքուր մսով աշխատենք, ոչ մի ջիլ, ոչ մի յուղ պետքա չմնա։ Բոլոր յուղերը պետքա հանենք, ամբողջական մաքուր մսով պետքա աշխատենք, ջլերը, յուղերը, բոլոր այս կողքի պլյոնկաները բոլորը պետքա մաքրվի աղացած բաստուրմա պատրաստելու համար։ Ունենք այսպիսի կտորներ, առաջինը եւ երկրորդը։ Սովորաբար բաստուրմա պատրաստելուց ընդհանրապես երբ որ ձևում են միսը, այսպիսի միսը չի կարելի ընդհանրապես մանրացնել։ Ես ուղղակի ցույց եմ տալիս աղացած բաստուրման պատրաստելու համար, դրա համար հիմա այս լավ կտորը, որը որ լիարժեք բաստուրմայի կտորա չի կարելի ընդհանրապես վնասել, ես միտումնավոր կկտրտեմ, կմանրացնեմ, որ դուք պատկերացնեք, որ բարձր կարգի մսով պետքա պատրաստվի բաստուրման աղացած։ Հիմա մանրացնում ենք կտորները։ Այն որ ձեռս չի եթում կտրեմ այս կտորը, իսկական են բաստուրմի, անտիր կտոր է, ասենց ձիգ, լավ, ասենց որ սխմում ես զգում ես, էլ ինքը թույլ միս չի, ձիգ, 100% անոց այն բաստուրմի միսա, ուղղակի, որ ձեռս չի եթում, բայց պետք է կտրեմ, էլի։ Հանուն մեր հետևորդների կտրում եմ ամենալավ կտորը բաստուրմայի, որ պատրաստենք աղացած բաստուրմա։ Առաջի անգամ կտրում եմ այս լավ կտորը։ Շատ լավ է։ Մենք պետք է միշտ ունենանք այսպիսի մաքուր միս, այս միսը ամենակարևոր մեր հումքն է։ Յուղոտ մսերով, այսպիսի մսով չի կարելի պատրաստել, որովհետև այդ ջլերը ամբողջ տեսքը կփչացնեն։ Աղացածը չի կարելի։ Աղացածի համար պետք է այսպիսի լավ կտորներ։ Մեկ օր կպահենք միսը կմնա սառցախցիկում, հետո կենցաղայենք ուտերով, մենք կմանրացնենք, կխփենք միսը ու կշարունակենք ընթացքը։ Պարտադիր պետք է միսը սառի։ Տաք մսով չի կարելի պատրաստել։